Հայաստանի երկինքը զարդարված է օդապարիկների վառ գույներով։ Բացահայտիր Հայաստանը երկնքից միջազգային փառատոնն է մեկնարկել հոկտեմբերի 10-ից։ Այն կտևի մինչ հոկտեմբերի 15-ը։ Եվ ընդամենը մի քանի րոպեից մենք արդեն կլինենք վերևում։ Այս տարվա փառատոնն արդեն 7-րդն է, մասնակցում են 2 տասնյակից ավելի օդապարիկներ, ոչ միայն Հայաստանից, այլև Բրազիլիայից, Անգլիայից, Իտալիայից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Վրաստանից և Ճապոնիայից։ Կազմակերպիչների խոսքով փառատոնը հոկտեմբերին անցկացնելու որոշումը պայմանավորված է հենց այս ժամանակահատվածում հնարավոր երեկոյան թռիչքներով։ Դրանց նպատակը զբոսաշրջիկներին ու մեր երկրի հյուրերին Հայաստանի գեղեցիկ բնապատկերները վերևից ներկայացնելն է։ Փառատոնը ներառում է նաև սպորտային մաս, օդաչուները մրցում են տարբեր անվանակարգերում, իսկ հաղթողները ստանալու են մրցանակներ։ Կազմակերպիչները նշում են, որ արդեն քննարկվում է հաջորդ տարի փառատոնը 2 մասի բաժանելու տարբերակը, առանձնացնելով սպորտային և ցուցադրական թռիչքները։ Իսկ մենք վայելենք այս հրաշք տեսարանը։ Я из Московской области. Ես Մոսկվայի մարզից եմ։ Հիմնականում այնտեղ եմ թռչում։ Ընդհանրապես առաջին անգամ եմ Հայաստանում եւ առաջին անգամ եմ մասնակցում փառատոնին։ Соревнования проходят на точность, то есть Մրցումներում հաջողությունը ճշգրտության վրա է հիմնված, այսինքն ամեն բարձրության վրա քամին տարբեր կերպ է փչում եւ պետք է այնպիսի հոսանք գտնես, որ հասնես որոշակի վայր, որը մրցավարները նշում են գետնին խաչով։ Այսօր օրինակ մեր խաչը նարնջագույնն է, այն արդեն կարելի է տեսնել։ чтобы победить, немножко Հաղթելու համար մի փոքր խիզախություն, մի փոքր բախտ եւ իհարկե վարպետություն, օդապարիկը կառավարելու։ Բացահայտիր Հայաստանը երկնքից փառատոնն անցկացվում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ եւ նպաստում արկածային զբոսաշրջության զարգացմանը։ Օդապարիկով թռիչքը ոչ միայն սպորտ է, այլև ռոմանտիկա։ Միայն այսօր երկնքում 3 ամուսնության առաջարկ է եղել։ Честно, мы встречаемся чуть менее месяца. Մենք հանդիպում ենք մենք ամսից ավելի քիչ, բայց ես հասկացա, որ սա այն մարդն է, որի հետ ուզում եմ անցկացնել իմ ողջ կյանքը, եւ ավելի լավ պահ, քան թռիչքն օդապարիկով Արարատի ֆոնին, պարզապես չէր կարող լինել։ Թռիչքի վերջում կա հատուկ արարողություն։ Մեզ օծում են Գառնիի, Դուքս և Դքսուհի։ Воздухоплавание появилось во Франции в 1783 году благодаря 2 братьям. Их звали Этьен и Джозеф Монгольфье. Ավանդույթը գալիս է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 16-րդից։ Առաջին օդագնացներին նա ոչ միայն շնորհեց ազնվականի տիտղոս, այլև նվիրեց այն բոլոր հողերը, որոնց վրայով նրանք թռչել էին։ Այսօր մենք իրականացնում ենք այս գեղեցիկ արարողությունը, պահպանելով օդագնացության պատմությունն ու ավանդույթները։ Поздравляю, графиня. Այսպիսով բացահայտիր Հայաստանը երկնքից փառատոնը ոչ միայն սպորտային իրադարձություն է, այլև տոն, որը միավորում է մարդկանց, ստեղծում անմոռանալի պահեր եւ հիշողություններ ամբողջ կյանքի համար եւ աշխարհին ներկայացնում մեր երկիրը թռչնի թռիչքի բարձրությունից։ Աննա Մարգարյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media։